Եթե ասեմ, փոց գլինի, եթե չասեմ, խոց գլինի, ասել ճշմարտությունը, թե չասել։ Սիրելի ունգընտիրներ, շատ բաներ կպատահին մեր կյանքի մեջ, լավ ու վատ, ընդունելի և թրջելի, կովելի և դատապարտելի, որոնց անձամբ ականատես և ականջալուր վկաները կլանք, երբեմն չեն կարող զսպել մեր հիացումը ու երբեմն հակառակը, չեն կարող մարսել մեր լսածը։ Եթե կովես արժանավոր անձը, որ իսկապես իր թրական ներդրումը ունեցած է ազգային և ընկերային կետնի վրա, հանկարծ դիմացդ գլե կովասանած անձիդ ոխերիմ թշնամի, նախանցե դարաբող, կյանքի մեջ սախող մարդը և կսկսի իր հեղեղային քննադատությունները, նախադինքները գարգուդի նման դեղացնել այդ մարդուն դեմ, ալ կսպասես, որ Աստուծո կութը վրան իջնե որ լրե, բայց իզուր դուն կմիջնաս, կզղջաս այդ մասին խոսած լալուտ, իսկապես ալ եթե մարդ կատղի, գործընծենե իր հավասարակշռությունը, կազանեն ավելի կազան կդառնա։ Կազանը անգամ կհոգնի, սայնը գիչեցնե և որջը կքաշվի, իսկ կազանացած մարդը երբեք չի հոգնիր, ոչ սայնը գիչեցնե և ոչ իր որջը կքաշվի, այլ ավելի կկազանանա։ Իմ մտահոգությունս ու հարցումս է նման բարակային ինչն էլ լրել մարդուն գոշտ, գոբիտ, աննգարակիր վերապերումին, թե ոչ խղճից սայնին անսալով, կաչապար և անգեղձորեն ճշմարտությունը ասել։ Եթե ասես փոց, գրակ կփրնգեցնես, եթե լրես, ճշմարտությունը կխոցես, կվիրավորես ուրիշներու համար, զոհյալ, ազնվական անձը պաշտպանած չլալուտ, իթեմ գրքոտ հիվանդիմը։ Սակայն իմաստ ճշմարտությունը ինքզինքը կբարդատրե, սուդը ինքզինքը կհարված է, այսպիսի նուրբ, դժվար բարակային բանը ասելու և չսելու միջև, որպես իրավարար կգանքնի խոհուն, անգաշար, խղճամիտ մարդը և անայլայլ առանց հաշիվ ընելու
Ովևէ մարդկային նկատողության իր սելիկը գսե, գրագը գվարե, սուդը գհերքե, մարդուն անիրավությունը գխարազանե, անասնային գիրքը գտադաբարդե, գհրավիրե մարդ ճանչնալու և խորանալու իր աղդին մեջ, զայն տարմանելու համար, ապա հանդգնիլ ուրիշի մասին խոսիլ, մարդը ընդունիլ ինչպես որ է, իր կարողություններով, սիրկերով ու շնորներով, որի վերուս դրված են իրեն, ինչպես նաև դգարություններով, անգումներով և սխալներով, որ հետևանք է մարդկային դգարության։ Այնադեմ մարդու քայլ դառնալու փոխարեն մարդուց ցավագից, նեցուկ և հոգեգից կդառնա, մարդը գեղբայրանա մարդուն, գսե ճշմարտությունը հակառակ ամեն նեղության, ամեն քննադատության, այսպեսով է որ գունենանք գաղափարային, մաքուր, անգերձ ճշմարիտ աշխարհը, որում մեջ իսկապես կարժի ապրիլ։ Սիրելի ունկնդիրներ, հարկ է միշտ պայքարիլ սխալին, սուդին ու փուդին դեմ, սխալին, սուդին դեմ պայքարելով ճշմարտության գաղափարը, սերը և ոգին գամրացնենք ընկերության մեջ, փուդին ապագանության դեմ պայքարելով հասարակության փարոյական վսեմությունը և հոգին անաղարդությունը կպահպանենք, որպեսզի չապագանի մարդկային ցեղը, երկրիմը, ասկիմը, գայունության, մեծ աստակներեն է փարոյականությունը ղեկավար դասակարգին և քաղաքացիներուն, առայտ, կաչապար, անվեհեր և համարձակորեն պիտի ասես ճշմարտությունը, եթե նույնիսկ փոց լինի, որ պատրի դիմակը սուդին ու գեղձիկին և հաղթանակե ճշմարտությունը։ Շնորհակալություն, Հայրանդոն Աթամյան։